Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները շարունակվում են լարված մնալ։ «Վերջին զանգի» իրադարձություններն անվերջ սրվում են։ Վերջին սերիալներից մեկի նկարահանումների հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ հերոսները գտնվում են գերեզմանատանը, իսկ ամենածանր հոգեվիճակում Լիլիթն է։ Նրա դեմքի արտահայտությունը, լարված ձեռքերն ու ամբողջ կեցվածքը հուշում են, որ մահացածը շատ մոտ մարդ է, և այդ ամենն ուղղակիորեն մատնանշում է մեկ անուն՝ Բագրատը։ Սերիալը մոտենում է ավարտին, իսկ Դիանա Գրիգորյանի սցենարներում մշտապես գործում է նույն օրենքը՝ յուրաքանչյուր չարագործ վերջում ստանում է իր արժանի պատիժը։ Բագրատը սերիալի ամենաանմարդկային կերպարներից մեկն է։ Նա սպանել է Սեմի ու Մերիի հայրիկին, կեղծել է փաստեր, վախեցրել ու շանտաժի է ենթարկել մարդկանց, խանգարել ընտանիքների կյանքը։ Եվ վերջում նա չպետք է պարզապես անհետանար, նրա պատմությունը պետք է ունենա փակված, արդար ավարտ։ Սրան գումարվում է նաև այն, որ լուսանկարներում լարված է հենց Լիլիթը, որոնք ուղղակի կապ ունեն Բագրատի հետ։ Լիլիթը միակ մարդն էր, ով Բագրատին իսկապես սիրում էր ու փորձում էր պաշտպանել։ Սեմի վերադարձը հենց այնպես չէր։ Նա վերադարձավ հանկարծ, գրեթե պայթյունի նման, և նրա վերադարձը չի կարող պարզ ու քիչ կարևոր լինել։ Եթե հիշենք նախկին սերիալները, Սեմի ամենամեծ ցավը եղել է այն, որ իրենց հայրիկի մահը մնացել էր չբացահայտված։ Նա հեռացել էր սերիալից հիասթափված, բայց հիմա վերադարձել է բոլորովին այլ մարդ՝ փնտրող, պարզող և հաշվեհարդարի պատրաստ։ Դա նշանակում է, որ կերպարը վերադարձել է ավարտելու այն, ինչ տարիների ընթացքում անավարտ էր մնացել։ Եվ բնականաբար, սա հնարավոր զարգացումներից մեկն է, որ Սեմը հավաքել է ապացույցներ և վերադառնալուց հետո սկսել է նորից հիշել հոր մահվան օրը։ Նա հանդիպում է հավանաբար հին ծանոթների հետ, այցելում վայրեր, որտեղ հայրն է եղել։ Սեմը տարիներ առաջ էր դեռ բացահայտել ճշմարտությունը, որ հենց Բագրատն է սպանել իր հորը, բայց արդարության բացակայությունը ծնում է նոր վրեժներ։ Մի գիշեր, հավանաբար, նա որոշում է վրեժ լուծել այդ ամենի համար և հիշում է, որ Բագրատն է սպանել իրենց հորը։ Այս պահը դառնալու է սերիալի ամենադրամատիկ տեսարaniներից մեկը։ Սեմի դեմքին երևում է ոչ միայն ցավում է, այլ պատրաստ է հաշվեհարդարի։ Սեմն ու Բագրատը հանդիպում են մի վայրում, որը կապ ունի հին դեպքերի հետ։ Բագրատն, ինչպես միշտ, չի ընդունում իր մեղքը, փորձում է նորից վախեցնել, նորից նվաստացնել։ Բայց Սեմն այլևս նույնը չէ։ Հանդիպումը վերածվում է պայքարի, ոչ թե պարզ վերջաբանի կամ վիճաբանության, այլ իսկական կյանքի ու մահվան կռվի։ Այս հարվածում ամենայն հավանականությամբ Բագրատը ենթարկվում է մահացու վնասվածքի։ Դա կարող է լինել իբրև ինքնապաշտպանություն կամ իբրև երկար կուտակված ցավի ու արդարության պահանջի պահ, կամ էլ պատահական ծանր հարված, որի հետևանքներն այլևս հնարավոր չէ փոխել։ Լիլիթը միշտ երկակի վերաբերմունք ուներ Բագրատի հանդեպ։ Նա չարացել էր բոլորի վրա, բայց Բագրատին մշտապես ընդունում էր որպես իրեն հավատարիմ մարդ։ Լիլիթի համար Բագրատը եղել է սիրո, հենարանի, իշխանության խորհրդանիշ, և հիմա այդ ամենը փլուզվել է, ու Լիլիթն այլևս մենակ է մնացել։ Այդ պատճառով էլ Լիլիթի վրայով անցնող ցավն ամենասուրն է և ամենախորը։ Բնականաբար, այս ամենից հետո Սեմը կանգնելու է օրենքի առաջ։ Եթե Բագրատը սպանվել է, Սեմը պարտադիր պետք է կանգնի օրենքի առաջ։ Այստեղ կարող են լինել մի քանի տարբեր սցենարներ։ Կամ նա ընդունում է մեղքը, կամ հանձնվում, կամ քննությունն ապացուցում է, որ դա եղել է ինքնապաշտպանություն, կամ մի երրորդ անձ անմիջականորեն էլ ավելի է խորացնում պատմությունը, տալով լրացուցիչ բացահայտումներ։ Բայց միևնույն է, նոր զարգացումներ են սպասվում։ Բնականաբար, Բագրատի մահը ազդում է բոլորի վրա։ Սա վերջակետն է, որը բացում է նոր էջեր, առանց վախի, շանտաժի ու բռնության։ Վերջին զանգն ավարտվում է ուժեղ, մութ, բայց արդար դատավճռով։ Բագրատի մահը դառնում է սերիալի այն գագաթնակետային պահը, որը վերջապես փակում է բոլոր հին պատմությունները, բացահայտում գաղտնիքները և թույլ է տալիս մյուս հերոսներին
անցնել մաքուր կյանքին, իսկ եթե ցանկանում եք բացահայտել նոր ու հետաքրքիր գաղտնիքներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ կիսվել ձեր կարծիքներով, դուք էլ եք կարծում, որ մահացողը Բագրատն է և նրան Սեմն է սպանել, թե այլ տարբերակներ կառաջարկեք, բայց որ Բագրատն է իրականում, դա անհերքելի փաստ է, քանի որ գերեզմանատանը ներկա են նաև շախունցները, Լիլիթը, Սոսը, Արամը, բնականաբար այլ մահացող այստեղ որպես տարբերակ անհնար է կանխատեսել։ Եթե ունեք այլ տարբերակներ, ապա գրեք ձեր տարբերակները, գրեք նաև, թե ինչու ներկա չէ Աննան, Անգելինան և ինչ է կատարվել իրականում այս դեպքերից առաջ։ Սպասում ենք ձեր կարծիքներին, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար, սեղմեք նաև զանգակ կոճակը, որպեսզի տեսանյութերի մասին առաջին տեղեկատվությունը ստանաք հենց դուք։